Բարի լույս սիրելիներս, ինչպես եք, հուսով եմ, որ բոլորդ լավ եք եւ ուզում եմ, որ բոլորդ շատ լավ լինեք, իմ բարի, իմ լավ, իմ ջերմ, հարազատ դարձած իմ ընկերներս, շնորհակալ եմ բոլորիցդ, որ դուք կաք, որ իմ կողքին եք, որ այդքան լավն եք, սիրելիներս, նոր օր ա մեզ մոտ, արդեն կեսօր, պատրաստվել ենք, բոլորս միասին քաղաք պետք է գնանք, Ատամնաբուժարանում ժամ եմ վերցրել նախապես արդեն մի քանի օր առաջ ատամս ցավում է պետք է գնամ պլոմբեմ պլոմբելու կարիք կա չթողնեմ բարթանա հետո էլ ավելի լուրջ խնդիրների առաջ չկանգնեմ ու չկորցնեմ իմ գեղեցիկ ատամնաշարը սիրելիներս այսպես համել հովուլիս պետքա մի հատ պոլիկլինիկա տանեմ ստուգման այսպես ուզեցի ողջունեմ ձեզ վլոգի սկիզբը ազդարարեմ ու անցնենք մեր վլոգին սիրելիներս եթե ունեք առողջական խնդիրներ ցանկացած խնդիր առողջության հետ կապված ձեր կյանքի հետ կապված անպայման մի թողեք հետոյի անպայման լուծեք այդ խնդիրները քանի որ ձեր առողջությունից կարևոր ու թանկ բան ոչինչ չկա այս կյանքում ինչ էլ ուզում եք անեք ինչ էլ ուզում եք ունենաք ինչքան էլ ուզում եք ունենաք միևնույն է եթե առողջություն չկա այդ ամեն ինչը սուտ է դառնում երկրորդ երրորդ չորրորդական է դառնում քանի որ դուք պետքա լավ լինեք որ վայելեք ձեր ամեն մի վայրկյանը ձեր օրը սիրում եմ բոլորիդ շատ գնահատում եմ բոլորիդ դուք էլ գնահատեք ձեր առողջությունը ձեր կյանքը ու վայելեք այս գեղեցիկ հրաշք կյանքը որ մեզ ա տրված սիրելիներս մինչ վլոգին անցնելը ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում իմ երկու գոլեգա ընկերներիցս ովքեր ներկայացրեցին իմ ալիքը ովքեր բնակվում են անիս բնակվում է Մոսկվայում վարում են ընտանեկան վլոգներ իսկ նարաս բնակվում է Բրյուսելում Family Vlog Բրյուսելից Անին էլ Արմյանսկի Սիմյա в Մոսկվե անչափ շնորհակալ եմ երկուսից էլ որ ինձ աջակցեցին որ ինձ ցանկանում են օգնել որ նարաս շատ ճիշտ ասեց որ կարևոր է որ այսպես սկզբում պատժաշկա լինենք, օգնենք, որ հավաքի 1000 բաժանորդը նարաջան անչափ շնորհակալ եմ շատ ճիշտ մեկնաբանեցիք, շատ ճիշտ ներկայացրեցիք, որ այո բոլորս էլ երբ որ նոր ենք սկսում, օգնության կարիք ունենք, որ հավաքենք մեր 1000 բաժանորդը, ինչը շատ կարևոր է մեր սկսնակ վլոգերներիս համար։ Շնորհակալ եմ թե քեզանից նարաջան, թե Անի ջան, քեզանից շատ սիրում եմ ձեր վլոգները, դիտում եմ, այո Բարում եմ ձեր նարաջան ճիշտ ասեցիր ձեր նման ընտանեկան առօրյա այսպիսի խառը վլոգներ սիրելիս անչափ շնորհակալ եմ երկուսիցդ էլ իմ ջերմ համբույրները գրկում եմ բոլորից շնորհակալ եմ ձեր բարի լավ տեսակի համար այո այսօր քչերը կգտնվեն որ կուզենան օգնեն բարձրաձայնեն թեկուզ ներկայացնեն ալիքը ինչի ոչ դու ունենաս առաջ խաղացում ունենաս առաջընթաց քո վլոգների քո ալիքի հարցում շնորհակալ եմ բոլոր լավ ու բարի մարդկանց որ մինչ օրս իմ կողքին են մեկը չեն երկուսը չեն որ ովքերով որ դուք գիտեք ինձ օգնել եք աջակից եք եղել մինչև այժմ շնորհակալ եմ բոլորիցդ դե ինչ մենք պատրաստ ենք արդեն հագնվենք դուրս գանք ես կմիանամ որտեղից որ արդեն կմիանամ սիրում եմ բոլորիդ սիրելիներս մեզ լավ օր ձեզ էլ բարի դիտում հովուլ բարի լույս ինչ պետք է ասես ապրի իմ տղեն սոն բարի լույս ոնց եք Ինչ եք անում կա, ուր եք գնում Հասմիկի մոտ լավ էր ֆիքսել ես հո Հաջան, ծամոն ես ուզում կլինի որ դու մի վլոգում ծամոնի անուն չտաս ծամոն հիմա մոտս չկա, հետո կառնեմ խանութից հետո առնեմ քեզ ծամոն Բայց խելոք պետք է մնաս, որ առնեմ, դե հետ գնանս դի որ առնեմ, ծամոն Ինչ? Հետ նստի, Սոնայի մոտ նստի Այդ ենք, Սոն ջան, ուզում ես գլխարկը անի, որտև շոք է բալես Հոպա
Հոլի մաժիկները քանդվել։ Սիրելիներս գնում են քաղաք, բարին եք արդեն։ Գնանք, մեր անելիքները անենք, վերջացնենք ու հետ գանք։ Ճանապարհները բաց է, կողքերը ջոն է, բայց բաց է ընդհանուր ճանապարհը։ Սարուց չի։ Քեզ նկարեմ հով։ Քեզ ու Սոնային նկարեմ։ Դե պատմեք հələ մեր հետևորդներին ինչ կա, չկա, ինչ է կարել։ Հա? Սոնա ջան, ինչ կա։ Հովուլը գնում է բժշկի, չէ՞։ Չարություն արե հովուլը, հա հով։ Հա։ Կարևորը խոստովանում ես, չէ՞ հովուլ։ Եղանակը շատ վառն է, մռայլ, անպամած, լիքը ձյուն կողքերը, շատ ձյուն եք ճանապարհը։ Շոկ է, չէ՞, մի քիչ կարելի է իջացնել։ Շատ շոկ է։ Մեքենայի մեջ շոկ է, դուրսն էլ ցուրտ էր։ Այսպես գնանք, հասնենք, տեսնենք որտեղ գնանք սիրելիներս։ Տեսնենք որտեղ կմիանա։ Սիրելիներս, սա Բանգլադեշի տարածքն է մտնում, արդեն այս աչակողմյան թևին ես նկարում եմ, նայեք ամբողջությամբ Դեֆանս նորակառույց թաղամասն է, մի հատ հրաշք ծրագրով, չքնաղ տեսարաններով, որը շատ երկար է, հիմա դուք ինքներդ կտեսնեք, կհամոզվեք ինչ մեծ է ու իր վարոտների դարպասների վրա, այսպես ասած, փակցված ամբողջ ծրագրերը, նախագծերը, ինչը որ նախատեսված է այս նորակառույցներում ապրող բնակիչների համար, այս Դեֆանս թաղամասի համար մի հրաշք տեղ է, սիրելիներս, շատ սիրուն, այսպես շատ մեծ տարածք է, ասեցի նկարեմ, ձեզ էլ չստամ, տեսնեք ինքը որտեղից է սկսվում եւ որտեղ է ավարտվում, մի հատ հələ դուք ես գեղեցկությանը նայեք, գեղեցիկ շենքերին, սիրելիներս, ու նախագծերը իր մեջ մեկը մեկից յուրահատուկ է, այն որ ամեն հարմարություն լինելու է ցանկացած շենքի բակում, ամեն ինչ լինելու է իր թաղամասի ներսում, որ այստեղի բնակիչները կարիք չեն ունենալու տեղափոխվել քաղաքի մյուս մասերում, իրենց թե գնումները կլինի, թե հիվանդանոցները կլինի, թե ցանկացած զբոսանք, ժամանցի կենտրոններ, բոլորը լինելու է այս թաղամասի ներսում մեկ տեղում, շատ չքնաղ հրաշք տարածք է սա, այստեղ արդեն ոնց որ ավարտվում է, հեսա շուտով կավարտվի, ասեցի նկարեմ, դուք եք տեսնեք, նայ ավարտվել, դեղ հեսա կավարտվի հիմա, սիրելիներս նայեք նկարների մեջ, նախագծերը բոլոր գծագրված, պատկերված է իրենց արդեն գունավորված տեսքով։ Ով ես? Շոքեցիր, հանեցիր կուրտկետ, հասանք քաղաքով, հեսա հասնում ենք Ատամնա բոժարան, չէ՞ հով, թող գնանք իմ տղու պալիքլինիկան, Բանգլադեշում ենք,
Ձյունը հալված է խադարց։ Սա հասնում ենք, 2 րոպեից կհասնենք Կայզեր սուպերմարկետը Ովու Գնում ենք տուն արդեն Հա, դու գնացիր բժշկի Հա Մամայա տամը թմրած է Հա Փոքր Աննշան թուրքանքա Դեդաց Մզմզոց Այդպես սիրելիներս Ասեմ, որ Հասմիկս շատ լավ բժիշկ է 10 տարուց ավել արդեն գիտեմ իրեն, օգտվում եմ իրա աշխատանքից, եթե կցանկանաք Հասմիկիս անձնական տվյալները, կլինիկան գտնվում է Բանգլադեշում, շեն որ հուսալի ձեռքերում եք գտնվելու, եթե գնաք, ես շատ գոհ եմ, միշտ գոհ եմ մնացել, երբեք մի աշխատանք չի եղել, որ դժգոհ լինեմ, ապրի Հասմիկս, Հասմիկ ջան, շնորհակալ եմ շատ, ամենակարևորը սրտացավ մոտենալու համար, ամենակարևորը դա է, առաջինը որպես բժիշկ, երկրորդը մոտենում է շատ բարեխիղճ, բարեհամբույր, մարդկային ձևով, ինչի համար միշտ եմ, որ գնահատում եմ իրեն, Այսպես սիրելիներս տուն ենք վերադառնում, հովուլին էլ տարանք պոլիկլինիկա, հիմա կգնանք տուն, տեսնեմ որտեղ կհանդիպենք Բարի երեկո սիրելիներս, սա էլ մեր այսօրվա պիցցան պատրաստել ենք երեխաների հետ միասին, ընթացքը չկարողացա նկարահանել, բայց ասեցի արդյունքը կկիսվեմ ձեզ հետ։ Մի հատ չի, մի 2 հատ պատրաստել ենք, այսպես, որ երեխաների հետ վայել ենք։ Ահա մեր պիցցան։ Այս անգամ Սոնաս ցանկացավ հովուլը դեպի բարներ պղպեղներ չի սիրում, չթողեց դնեմ վրան։
Այս անգամ այսպես են ցանկացել։ Շատ սիրում են այս հասարակ տարբերակը, որ վրան ավելնորդ բաներ չի լինում, իրենք երկուսն էլ այսպես շատ են սիրում հատկապես օվուլը։ Դե ինչ, մեզ բարի ախորժակ բոլոր նրանց, ովքեր որ հաց են ուտում, սիրելիներս։ Առայժմ սիրելիներս, սա էլ երկրորդ պիցցան։ Նայեք ինչ ախորժելի, ինչ գեղեցիկ է ստացվել։ Տեսքից արդեն շատ համեղ է երևում։ Սա էլ մեր երկրորդ պիցցան։